Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն է։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Վստահաբար հետևում եք, թե ինչ է կատարվում եկեղեցի Փաշինյանական իշխանություն 2-ի շրջանակում, այն բանից հետո, երբ 3 վեհափառը եկավ կեսգիշերին եւ նրան հազարավոր քաղաքացիներ դիմավորեցին օդանավակայանում, դրանից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ կարծես թե դարձյալ սրացում է, մի քանի ժամվա մեջ 3 անգամ ընդդեմ եկեղեցու նորից ստատուսներ է գրել, ձեր դիտարկմամբ միջև ուր է պատրաստ հասնել Փաշինյանը, որովհետև թե միջև ուր կարող է գնալ եկեղեցին, կարծես թե տեսանելի է, իրենք սրման չեն գնում, իրենք եղբայրաբար եւ հայրաբար խորհուրդ են տալիս կարմիր գծերը չանցնել, բայց թե միջև ուր կգնա Փաշինյանը, տեսանելի չէ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Երևութային արձանագրումներ անեմ, եթե կարելի է, ոչ թե կոնկրետ դեպքերի։ Նիկոլ Փաշինյանը իր կոպիտ սխալի արդյունքում կարողացավ համախմբել եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը իր սխալների արդյունքում Սփյուռքի բավականաչափ շերտեր համախմբեց կաթողիկոսի շուրջ եւ ոչ մի այլ դեպքում երևի այդքան ժողովուրդ չէր հավաքվի կաթողիկոսին դիմավորելու։ Այսինքն դա Փաշինյանի ապաշնորհության եւ սխալ հաշվարկի կամ դիտավորյալ հաշվարկի արդյունքում է եւ Էջմիածինը եւ վեհափառը, որի գործնեության, եկեղեցու թափանցիկության տարբեր խնդիրների մասին կարելի է միշտ ասել, խոսել, ասել ենք, դրա մասին շատ ենք խոսել, այնտեղ կան լուրջ իսկապես կոնցեպտուալ խնդիրներ, մասնավորապես իրանք, որ միշտ չեն կանգնել ժողովրդի կողքին, մարտի 1-ի դեպքերը, պատերազմի ընթացքում եւ այլն, քննադատելու շատ բան կա, եթե ուզում ես անաչառ եւ եթե մտահոգ ես, որ ուզում ես եկեղեցին հաղորդակի ծանոթների նման ժողովրդի հետ կապված լինի, անընդհատ խոսի, այդ ամենը կա, բայց հիմա Փաշինյանի գործնեության արդյունքում կարծես թե դրանք երկրորդ պլան են մղվում եւ առաջին պլան մղվում է եկեղեցուն պաշտպանել, ինչը շատ օբյեկտիվ է, այդպես էլ պետք է լիներ եւ ստեղծվում է մի նոր լուրջ բևեռ, եթե ինչի այդ ինքը կամ пассив էր կամ թույլ բևեռ էր, ապա այդ լուրջ բևեռը կարող է երկու սցենարով դեպքերը տանել զարգացման կամ սրել, իսկ թեմերը պատրաստ են դրան, իսկ շատ հավատացյալներ արդեն հայտարարել են դրա մասին, քաղաքական ուժեր մի մաս կարող են նույնիսկ ձեռքերի տակ հասնել այս կոնֆլիկտից, կամ գնալ հանդուրժողականության խոհեմ կոչերի, որը թույլ չի տալու Նիկոլ Փաշինյանը։ Անկամ եթե եկեղեցին գնա այսպես համերաշխության կոչերով եւ հանդուրժողականության համակարգ միջավայր ստեղծելով, իշխանությունը չի գնալու այդ ճանապարհով, իշխանության խնդիրը տվյալ դեպքում ամբողջապես ուրիշ է։ Որն է։ Հիմա ասեմ, այս պահին ամենևին լուրջ հիմքեր չկային եկեղեցու դեմ այսպես տոտալ հարձակում սկսելու։ Համաձայն եք իմ հետ այդ նշածներս այն բազան չեն, այն հիմքը չեն, որի շուրջ կարելի է այսպես տոտալ հարձակում սկսել, ընդորում ոչ թե անձի դեմ, ակնհայտ է, որ սա եկեղեցու դեմ է, եւ մի քիչ այստեղ արհեստականությունը ակնհայտ է։ Եվ առավել եւս Փաշինյանի մոտեցումների մեջ ամենևին մտահոգությունը չէ, որ ուղղորդում է Իրան եւ իր կառավարությունը եկեղեցու դեմ։ Ակնհայտ դա չէ։ Այնպիսի վիճակ չէր, որ կարելի էր այսպես ներքին խժդժությունների գնալ։ Իմ կարծիքով տեղի է ունենում հետեւյալ երևույթը։ Առաջին, կարող եք համարակալումը այսպես տեղափոխել, ես ասեմ ընդհանրապես պատճառները։ Այն որ շատերն են այս եզրակացության եկել, որ եթե Փաշինյանը անցնում է այսպես իր ասած գժականի սահմանը, ուրեմն պետք է ակնկալել ինչ որ վատ բան դրսից։ Միշտ այդպես եղել, վիճակագրությունը ցույց է տալիս, որ երբ որ դրսից գալիս է մեծ հարված, ինքը այդ մեծ հարվածների ուշադրությունը շեղելու համար փորձում է ներսում ստեղծել ինչ որ բան։ Նկատի ունեք լարվածություն սահմանին, տարածքային զիջումներ Հայաստանից։ Կասեմ, տարբեր են այդ բաները, ընդհանուր գնահատականով իմ ասել, մարտահրավերներ դրսից, որոնք սպառնում են Հայաստանի
ինքնուրույնությանը, սուվերենությանը։ Այդ դեպքում միշտ առաջանում է իրանց թիմի մոտ ներքին խժժություններ առաջացնելու պահանջ եւ շեշտադրումները ամբողջապես փոխվում են։ Եկեք համաձայնենք արձանագրենք, որ այսօրվա հայաստանյան քաղաքական, ժուրնալիստիկայի եւ ընդհանրապես խոսույթների բոլոր շերտերի top թեման, հիմնական թեման եկեղեցին է, ուրիշ թեմա չկա։ Բոլոր հարցազրույցներս երևի մի 5 հատ հարցազրույց եմ տվել այս ընթացքում, բացի այդ հարցերին ինչ որ տալիս եք, ուրիշ հարցեր չկան։ Այսինքն գլխավոր հարցը սպառնալիքի հարցը մոռացվել է հիմա։ Այո, սպառնալիքի հարցերը մոռանում են, ինքը հաջողությամբ շեղում է։ Երբեմն իրեն ասում են անզուսպ է, հավասարակշիռ չէ, հայհոյախառն է, փողոցի մակարդակը բարձրացրել է կառավարության մակարդակ, ինքը երկու բան ունի դրսևորումներ, մեկ անզուսպ է, ինքնին չի կարողանում պահի, եւ երկրորդ նպատակային է այդ ամենը գցում։ Հիմա ես կարծում եմ այս մեկը նպատակայինի դեպքն է, որտեղ դուք ասեցիք նույնիսկ այդքանից հետո այսօր 3 անգամ ստատուս եք դել։ Մյուսը հասարակության մեջ հիասթափության առաջացնելը, այսպես թևաթափ վիճակ առաջացնելը ներքին վերահսկողության համար լավ միջոց է։ Եվ երկրորդ հավանաբար իրենք նաև պատրաստվում են ընտրությունների, քաջ գիտակցելով, որ չունեն այն աջակցություն, այն անհրաժեշտ քանակը, որ իրենց աջակցելու են, առավելևս հիմա բոլորը հայհոյում են, բոլորը նեղացած են, բոլորը զայրացած են, իրեն պետք է հուսահատ Հայաստան։ Որոշակի դա ստացվում է, որովհետև համաձայնեք իմ հետ Հայաստանի էլիտաները չեն խոսում, չկան մտավորականություններ, գիտնականներ, վերլուծաբաններ, աստվածաբաններ, ձեն չեն հանում, շատերը ձեն չեն հանում։ Եվ դա նպաստավոր վիճակ է 26-ին նախապատրաստելու համար։ Մյուս պատճառը, որ էլի չի համարակալեմ, Ադրբեջանի պահանջներն են։ Ադրբեջանի պահանջները ակնհայտ են եւ եկեղեցու դեմ իրենք պահանջ ունեն Նիկոլ Փաշինյանից եւ բանակի հետ կապված պահանջներ ունեն եւ մեր ինքնության, սուվերենության հետ կապված կոնկրետ պահանջներ ունեն, որոնք ինքը անմիջապես արձագանքում է, անմիջապես։ Այսինքն սա նաեւ ցուցադրություն է Ադրբեջանին, որ տեսեք ձեր պահանջները ես ներսում կատարում եմ։ Եկեղեցիներ համանում, եկեղեցիներ Ժնևում հայտարարում, որ Ղարաբաղը հայաթափվել է, շարժանները ոչնչացվել են, պատմական հայրենիքի մի մասը կորսվել է եւ այլն։ Գերիների խնդիրն է, ինքը կարծես թե ասում է, տեսեք, էլ ինչ անեն, որ միայն թե հաշտության պայմանագիր։ Այսինքն մի քանի պատճառ կա, ես չեմ կարող ասել որն է առաջնահերթ, որոնք Նիկոլ Փաշինյանին մղում են այսպիսի գործունեության, այսպիսի բանի։ Այսինքն պատճառներից մեկը այն է, որ Ադրբեջանի պահանջները մտել են վերջնականացման փուլ։ Միշտ այդպես եղել։ Իրեն այլևս ժամանակ չեն տալիս մանևրելու ինչ-որ բաներ ձգձգելու։ Չէ, ժամանակ կտան, եթե հիշում եք, եկեք ժամանակագրական առումով գնանք, մարտին դեռևս հայտարարվեց, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է։ Մինչև հիմա լուրջ ունենք։ Ոչ մի բան չկա եւ անգամ Փաշինյանի խոսույթից էլ է դուրս եկել խաղաղության պայմանագիրը, որովհետեւ չի լինելու այդ խաղաղության պայմանագիրը, ադրբեջանցիներն իսկ հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված լինելը դեռ ամենևին չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են։ Իսկ բոլոր խնդիրների չլուծվածների շարքում փախստականների վերադարձն է, հայտերի հետ վերցնելը եվրոպական դատանից, Մինսկի խմբի լուծարումն է, սիմվոլների լուծարումն է, Սյունիքով ճանապարհի խնդիրն է։ Սյունիքով ճանապարհն ու այդպես բազմաթիվ խնդիրներ։ Ադրբեջանը չի գնալու դրան, քանի որ նպաստավոր է իր համար այս վիճակում պահելու եւ Հայաստանից կորզելու, առավելևս որ դիմացի կողմը մի ձեն չի անում։ Բայց որ նայում ես երևույթներ, ինչ է որ ասում եմ ինքը չի տեսնում, յանի չի տեսնում դրսի բաները, զբաղվում բոլորից շեղում այս մասով, ասեմ դες որ Ադրբեջանը զինվում է կրկին մի քանի անգամ ավելի տեմպերով, քան Հայաստանը, ամենաթարմ օրինակը 40 կործանիչներ առան մի քանի օր առաջ Պակիստանից եւ զավեշտը նա է, որ իրենք մեծ մեղադրում են զենք առնելու կամ պրովոկացիաների կամ ռևանշի համար, բայց իրենք կրկնակի երակի անգամ այդ նույն գործընթացը անում են եւ Հայաստանից չկա որևէ բառ, որևէ նախադասություն, որևէ դեսպանի, դիվանագետի կողմից որևէ արձագանք, որ իրենք այդ նույն բանը ինչի համար պահանջում են Նիկոլ Փաշինյանից անել, իրենք անում են հակառակ։ Եվ նպաստավոր է իրենց համար, գոնե այսպես ասեմ, ակնկալելի վիճակ է իրենց համար Հայաստանի վրա ճնշումները ավելացնել եւ չգնալ խաղաղության պայմանագրի ստորագրման, որ դեռևս Իրանի հարցը լուծված չէ։ Իհարկե մի փոքր կղզյակ էլ այս երկու օր առաջացավ, դեռ իր ատոմային
միջուկային հարստությունների հարստացման խնդիրը դեռևս բանակցությունների փուլում է, բայց այնուամենայնիվ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները չեն հրաժարվել Իրանի վրա հարձակման խնդրից, իսկ Իրանի վրա հարձակում Իրանին խփելը Ադրբեջանի համար բազմիցս եմ ասել, շատ նպաստավոր վիճակ կարող է ստեղծել։ Այսինքն իշխանություն դա պատասխանատվություն է։ Այդ պատասխանատվությունը ինչի համար է? Երկրի ամբողջականությունը պահելու, երկրի ժողովրդի անվտանգություն պահպանելու համար։ Եվ ինքը այս դոմինանտ խնդիրները թողած, իսկ դրանք իսկապես ահարկու, դժվար, վտանգավոր զարգացումներ են։ Փոխանակ այս սրա մասին խոսելու, սրա մասին ժողովրդին համախմբելու, սրա դեմը առնելու, այս խնդիրները լուծելու դաշնակիցներ գտնելու փոխարեն ինքը ամբողջությամբ շեշտը տեղափոխում է ներս, դեբոշներ սարքելու, միգուցե կարա տանի, իսկ ինքը բացարձակ կտանի քաղաքացիական բախումների։ Ինքը պատրաստ է տանելու, որովհետև ուրիշ բան չի էլ երևում։ Մանավանդ ասում եմ, ինքը պատրաստ է տանելու, որովհետև այս խնդիր արեստածին է։ Բայց ումով է տանելու։ Այնպես չէ, որ Փաշինյանի գաղափարակիցները մեծ բանակ են կազմում, ումով է տանելու։ Բանակ չեն կազմում, բայց կա ենթակաների թիմ, կա մի հատ ոհմակ, որը, ասենք, մեր ցանկացած ելույթի ժամանակ կամ Ալենի ցանկացած հիմարություն արտահայտելու ժամանակ մեկ էլ 3000 լայք Ֆեյքերի դրանք, ֆեյքերի բանակներ, պակիստանցիներ եւ այլն։ Ճիշտ է, բայց կան մարդիկ եւ դեռ այդ քանակը կա այնուամենայնիվ, որոնք այսպես են մտածել, լավ, բա ինչ անենք, բա եթե ոչ ինքով, բա եթե ոչ Ռոբերտ Քոչյանը գա կամ ինչ կարող է անել ինքը, կան, այսպես չի որ չկան այդ աջակիցներ, անշուշտ քչանում են, ահա որ քչանում են, բայց ինքը կոնցեպտուալ մի այլանդակություն արեց մեր հասարակության հետ։ Ես միշտ այս միտքը կրկնում եմ, մտավորականը, իշխանավորը այն բարոյական մարդ պետք է լինի, որ հասարակության ներքին շերտերին են ոչ շատ իմացող, ոչ շատ պարտավորված լինելով, որ պետք է ինֆորմացված լինեն, գրագետ լինեն, զարգացած լինեն, դիվանագիտություն իմանան, արտաքին հարաբերություններ, ինքը այդ մասսային փոխանակ բարձրացնելու, զարգացնելու, կրթելու, ինֆորմացնելու փոխարեն ինքը ամբողջությամբ իջավ ներքև, իջավ փողոցի մակարդակ, գրեհկայության մակարդակ, փչացրեց լեզուն, հայոց լեզուն, դիվանագիտական լեզուն, մամուլի լեզուն, ինքը իջավ ներքևի շերտերի մոտ։ Դա դեգրադացիայի ճանապարհ է եւ այդ ճանապարհին ինքը ունի հաջողություններ։ Ինքը իջավ, իսկ ինչ արեցին մեր պետական մյուս կառույցները։ Հո մենակ Փաշինյանը չէ, պարոն Մանուկյան։ Ազգային անվտանգության ծառայություն, այլ կառույցներ եւս, այդ մարդիկ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ չեն, իրենք չեն տեսնում ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Նրանց լռությունը դուք ինչով եք պայմանավորում։ Ես նորից ընդհանրացնեմ, սա հարցերից խուսափել չէ, խնդրում եմ սա վերլուծություն դիտարկեք։ Իսկ եկեղեցին այն ինչ որ այս ընթացքում կատարվում է միայն ինքն է, արդյոք այդ հարձակումները չեն եղել բանակի վրա, կրթության վրա, մտավորականության վրա։ Բոլորի վրա եղել են, այո։ Բոլորի վրա, այսինքն սա համակարգված մոտեցում է Հայաստանի վրա։ Այդ մեր սիմվոլների վրա, հռչակագրի վրա, ինքը ակնհայտ, ասենք սահմանադրական կոպիտ խախտումներ անում։ Ակնհայտ սահմանադրական, այսպես կոպիտ խախտումներ է անում, բայց ներող կրնեք, դա այդ ներքևի շերտերի հասարակ մարդկանց չի էլ հետաքրքրում։ Շատերը հիմա ասում են, հա, 17-րդ հոդվածի սահմանադրության կոպիտ խախտում։ Կներեք, իսկ դա այն մարդկանց, ովքեր կրոնի դեմ, բան եկեղեցու դեմ են հետաքրքրում, իսկ լավ արեց։ Այդ կաթողիկոսը երեխա էլ ունի, այսքան ժամանակուրեր ճիշտ բան արեց, ինչպես արեց են դատարանների նկատմամբ, ինչպես վեթինգի ժամանակ արեց, ինչպես падգամավորների նկատմամբ է վերաբերում, ինչպես ինքը ոչնչացրեց Սփյուռքը։ Ձեզ այսպեսի մի հատ եզրակացություն ներկայացնեմ։ Մեր խաղաքարտերը միջազգային արենայում որպես սեղանի վրա բանակցային խաղաքարտեր, երկուսը գոնե հետևյալներն էին, հայկական եկեղեցին եւ Սփյուռքը։ Ինքը այս երկու կոնցեպտուալ ինստիտուտների դեմ ոհմակային հարձակում է անում։ Այսինքն ինչ անում են Ադրբեջանն ու Թուրքիան, փաստորեն ինքը մեր շահերի հետ կապ չունի։ Բայց ինքը գնում է այդ ծրագրի իրականացման, ինքը ոչնչացնում է։ Տեսեք, Սփյուռքը օրինակ լավագույն լոբինգի միջոց է հայ ժողովրդի դիվանագիտական գործունեության մեջ եւ դա միշտ բոլոր խելոք մարդիկ օգտագործել են։ Սփյուռքը ուժ է։ Եկեղեցին նույնպես ուժ է, նա կրոնական կազմակերպություն չի, հայկական եկեղեցին հայաստանյան եկեղեցի չի, դա համահայկական եկեղեցի է, որը ունի իր լծակները, իր թեմերը ամբողջ աշխարհում եւ այդ լծակները, այդ թեմերը խաղացողներ են տվյալ երկրներում։
ինքը դա է ոչնչացնում։ Օրինակ ես ինչ կանեի։ Դեղատոմս չի, բայց այս ձևի քայլ ճիշտ կրներ իշխանավորները օգտագործեին։ Իմանալով հանդերձ, որ ասենք Թրամփը վերաբերմունք ունի հստակ քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ, քրիստոնեության նկատմամբ եւ Հայաստանը որպես համաշխարհային եկեղեցի եւ առաջին քրիստոնյա երկիր, ես կխնդրեի Արամ կաթողիկոսին եւ Գարեգին կաթողիկոսին պատվիրակություն կազմել, գնալ Թրամփի դրանը նստել մի քանի օր, խնդրել կես ժամ ընդունելություն, ներկայացնելով թե հայ քրիստոնեական աշխարհի վրա, քրիստոնեության վրա ինչ հարցակումներ, ինչ մարտահրավերներ են առաջացել Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Դա խաղաքարտ է, Թրամփի ասած խաղաքարտը, որ ինքը Զելենսկին ուզում է։ Մենք ունենք այդ խաղաքարտը։ Մյուս խաղաքարտը Սփյուռքը։ Ակնհայտ է, չէ՞ որ եւ Կալիֆոռնիայում եւ մնացած տեղերում եւ Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում մենք ունենք այդ խաղաքարտը։ Այդ խաղաքարտը որպես լոբինգ, որպես ազդեցության միջոց, որպես քվե, որպես падգամավոր, որպես պիկետ, որպես խնդրատու կարող ես օգտագործել իշա Հայաստանի։ Եթե Հայաստանի շահն է սպասարկում։ Եթե Հայաստան պետության գոյությունը քեզ անհանգստացնում է։ Հայաստանի անվտանգության եւ սուվերենության պահպանման խնդիրն է։ Այսինքն անգամ վատ վիճակից, ասենք թե հիմա ես ուրիշ բան ասեմ, էլի ես ինչպես կօգտագործեի։ Կաթողիկոսը հայտարարություններ արեց Շվեյցարիայում, չէ՞։ Հակաղարաբան, հակադրբեջանական արդար բաներ են։ Հիմա Նիկոլը սա կարող էր օգտագործել, որ ախր պարոն Ալիև, ես քո հետ եթե գալիս եմ համաձայնությունների, այս համաձայնությունների դաշտում ես ունեմ ներքին լուրջ ընդդիմություն։ Դա եկեղեցին է, որը հզոր է, որ ունի հետևորդներ, որին հետևում են ամբողջ աշխարհում, որը ուզես թե չուզես գոյություն ունի։ Արի այնպիսի վիճակ ստեղծենք, որ իմ ներքին համայնքում այդպիսի դժգոհություններ չլինեն մեր խաղաղության պայմանների։ Փոխարենը ինչ արեց։ Փոխարենը Փաշազադեի ասածից հետո հարցակում եկեղեցու վրա։ Այո, որովհետև իր խնդիր, որովհետև իր ուղեղի ցալքերում պետականություն հասկացողություն գոյություն չունի։ Այսինքն կազմալուծել մեկ էլ եկեղեցին դա է վերջնական նպատակը։ Այո, ստեղծել դեպոշներ, առաջիկա դժվար, սպասելի կամ հնարավոր չբացառված զարգացումների դեպքում կարող են մեղավոր համարել հիմա եկեղեցուն։ Ինչպես համարեցին բանակին, դավաճաններ գտնվեցին, մարդիկ որոնք բանակից խուսափեցին եւ այլ մեղավորներ փառքած, միշտ ճարում են, միշտ Ռուսաստանն էր, հիմա նույնիսկ կտարածեն, որ ռուսների սարքածն է։ Իրա խնդիրը պատասխանատազուրկ, պարտավորությունների զուրկ դիվանագիտություն։ Դիվանագիտություն բառը իր համար ամոթ է օգտագործել։ Եվ ոչ միայն վատ ես զգում, ամաչում ես, որ ինքը արդյունավետ չէ, այլ անգրագետ է, թույլ է, անզուսպ է, ղեկավար ասացի այդ բացարձակ առնչություն չունի, բացարձակ պատասխանատվության զգացում չունի, եւ այդ քանդարարությունը տանում է, ավիրում է, շարունակում է ավիրել եւ կրկնում եմ այն հիմնական մարտահրավերներ, պատմական մարտահրավերներ են, հասկանում եք, Ջերմուկում 340 կիլոմետր տվել ենք, ադրբեջանցիները բետոնապատ կառույցներ են անում, դրոշներ վերել տնկել են, ոչ մեկը չի ասում, որ տարածքը պետք է հետ վերադարձվի։ Դա քո սուվերեն իրավունքն է, միջազգային իրավունքը, որ այդ տարածքները մերն է եւ պետք է հետ վերադարձվի։ Փոխարեն ինչ է արվում, որ մենք կռվել չենք կարող, մենք որ մի հատ զինվորել եթե ատրճանակ ուղի Ադրբեջանի կողմը պետք է դատվի, մենք ներքին զորքերը կրակելու հնարավորությունից զրկեցինք օրենքով, իսկ 10000 զինվոր ունեինք մենք ոստիկան, որոնք սահման էին պահում եւ մարտական զենք ու փամփուշտ կրելու իրավունք ունեն։ Հայաստանի բանակը Ադրբեջանի պահանջով թույլատրել է այսօր։ Եվ այս հերթական հիմարությունը, որ $50,000 մոտավորապես ցանկացած մարդ կարող է մուծել պետբյուջե եւ մեկ ամիս հաշվարկ արեք, եթե ասենք մեր բանակի բոլոր զինակոչիկները այդ գումարը մուծեն, այդ գումարը կկազմի Ադրբեջանի բյուջեի կեսի չափ եւ կգտնվեն բարերարներ հայերի ձեռքերով, որոնք ծնողներին կասեն՝ «Արք քեզ այս $50,000, թող երեխեդ գնա կրթություն ստանա, այնի գրքույկն էլ կստանա եւ բանակը կարող է ոչնչանալ»։ Այսինքն եթե հավաքում ես այս մոզաիկան, այս դեպքերը միշտ այսպես նայեք, էլի, դեպքերի ամբողջականությունը եթե գումարես իրար դնես սեղանի շարից, նոր կարող ես եզրակացնել եւ տեսնես ինչ է անում։ Եզրակացությունը հետեւյալն է. այս մարդու խնդիրը Հայաստանի սուվերենությունը թույլատնելն է։ Եվ մեկ էլ ինչն է զզվել է, հասկանում եք,
իսկապես զզվելի է, որ այս ամենը այդ քարուքանդանելը եկեղեցին, բանակ, զինվոր, մտավորական, սփյուռ եւ ինքը մատուցում է որպես լավ գործ, որպես բարերարություն, այսինքն կոնֆետի փայլուն թուղթն է ինքը, որի մեջ կեղտ է։ Ինքը կեղտը թաքցնում է, մենք երբեք այսքան պետականամետ չենք եղել, երբեք այդքան սուվերեն չենք եղել։ Այո, ասում է պետություն, այլևս չենք փնտրում պետություն ունենք։ Սա զզվելիության աստիճանի դեմագոգիա է, երբ քո արած կեղտոտ բաները, ինչ իրականում դու անում ես, մատուցում ես բարակ, փայլուն կոնֆետի թղթով, որ տեսեք ինչ փայլփլուն, ինչ սիրուն բաներ են անում։ Պարոն Մանուկյան, դուք ձեր խոսքի մեջ ասացիք Փաշինյանը անգրագետ է, տգետ է։ Ուզում եմ անդրադառնանք Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությանը վեհապառին։ Դրանից հետո մենք տեսանք Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի արձագանքները։ Դրանք անգրագետ տգետների արձագանքներ են, թե նրանք իրենց իշխանության պահպանման համար վտանգներ տեսան, դրա համար որոշեցին այդ կերպ արձագանքել։ Նրանք կամակատարներ են, փիսոներ են, որոնք խելոք հրահանգներ են կատարում իրենց երևի ուտելիքի դիմաց։ Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, կարող եք հիշել մի դեպք, մի այցելություն, մի ելույթ, որի հիմքում մտահոգություն չի եղել պետության անվտանգության եւ պետականության պահպանման։ Չեք գտնի աղավն։ Չեք գտնի այդպիսի։ Նույնիսկ իր արած քայլերը հաճախ դժվար մարսելի են եղել, հաճախ ամբոստություն է առաջացել, անգամ մեր թիմում են միշտ մտածել, ախր ինչպես կարելի է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին առաջարկել գնալ Նիկոլ Փաշինյանի մոտ պատերազմը կանգնացնելու կամ գնալ ընտրությունների եւ չգնալ իշխանության, այսինքն Նիկոլին քշել, բայց իշխանություն չվերցնել։ Դուք գիտեք, որ միշտ այդ հարցը տալիս 8 թվականի մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը չընդունեց վեհապառին, փաստ է։ Բայց ակնհայտ է հիմա էլ ընդունեց Նիկոլ Փաշինյանին չուզելով, որ գալու իշխանության, ասում էր 6 ամիս կարող ասա երկիրը չպայի, կործանելու է տանելու մեր Հայաստան, բայց էլի գնաց Նիկոլի մոտ, էլի քննադատության արժանանալով։ Եզրակացությունն էլի մեկն է, եթե այդ ամբողջական պատկերը կառուցում ես, ինքը խոսում է, գործում է, քայլեր անում է միայն անժամանակ, երբ որ ռեալ վտանգ է լինում։ Երկու ցուցիչ կա, մեկը ասեցի Նիկոլի ղժղժոցն է, որ վտանգ է սպառնում։ Մեկը Տեր-Պետրոսյանի այս խոհեմ դժվարամարս քայլերն են, որոնց նպատակը միայն ու միայն պետականություն։ Ինքը կարող է կուլ տալ ցանկացած վիրավորանք, ցանկացած ծանր հուշ։ Մենք դաշնակցության հետ եղել ենք միշտ հակոտնյա, հակագաղափարական ուժեր ենք եղել, բայց Տեր-Պետրոսյանը երբ որ անհրաժեշտ էր գտնում, որ երկրին վտանգ է սպառնում, դաշնակցության դուռն էլ է գնացել, ում դուռը չի գնացել։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Ղարաբաղի հարցում գիտեք ամեն ինչ ճիշտ էին արել, բայց ավելի վատը չանելու համար, երկիր այս վիճակից հանելու համար Տեր-Պետրոսյանը ցանկացածի հետ, ցանկացած ժամանակ պատրաստ է գնալ, խոսել, համոզել, հիմնավորել, կարծիք ասել, որպեսզի մեր երկիրը ավելի վտանգավոր վիճակի մեջ չհայտնվի։ Ինչպես։ Այնպես որ այս օրինակ հիմա ինչ է պետք անել այդ հարցի համար։ Ես կարծում եմ հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը դոզան անցավ, չափ անցավ։ Իհարկե անընդհատ է անցել։ Իրան, այսինքն եթե իշխանությունից գցելու խնդիր լինի, առնվազն 100 հատ կարելի է նշել, բայց այս տոտալ հարձակումը եկեղեցու վրա, իմանալով երևի հանդերձ որ լուրջ բան է լինելու, սա արդեն որակական հարձակում է։ Սա որակական հարձակում է այդ ինստիտուտի կրկնում եմ համահայկական ինստիտուտի նկատմամբ։ Դա բացարձակ չի նշանակում, թե այնտեղ թերություններ չկա։ Դրա մասին չի խոսքը։ Երևույթները բարձրացրեք վերև նայեք, ինչ կարող է արդյունքում լինել։ Սփյուռքի նկատմամբ եւ հիմնարար ինքնությանը վերաբերող ինստիտուտների նկատմամբ։ Այսինքն, երբ որ քեզ ամբողջապես տանում են դեմոնիզացիայի, եւ որ քո հասարակությանը տանում են լրիվ թուլացման, քանդելու, այս ժամանակ հարկավոր է համախմբել, խնդիրը լուծել։ Եվ այդ խնդրի լուծումը մեթոդը կրկնում եմ 100 անգամ կրկնելու եմ, չի լինելու այն թե ով է գալիս իշխանության։ Որտեւ այդ ամբիցիաները հիմա մենք էլ ենք տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ անում, մտածում ինչպես դուրս գալ։ Դարձյալ չեք քննարկում ով գա իշխանության այդ հարցը։ Այս բային խնդիրը դա չէ։ Երբ որ դնում ես իսկ ով է լինելու հաջորդ վարչապետը, 5 հոգուց 3-ը դժգոհում է, 2-ը իր տեխնացուն է ասում, 2-ը համաձայնում են որ
Խնդիրը լուրջ է, ավելի վտանգավոր է, քան մենք պատկերացնում ենք։ Իշխանափոխություն հանուն իշխանափոխության հիմարություն է։ Իշխանափոխություն հանուն երկրի պետության, պետականության պահպանումը եւ անվտանգության պահպանումը այ դա խնդիր է։ Երբ որ քաղաքական, ես միշտ ասում եմ, երևի դեռ այնքան վատ չի, որ քաղաքական ուժերը չեն հասկանում, չեն զգում, որ խնդիրը վարչապետի մեջ չէ, այս նիկոլիզմի վերջացնելու մեջ է, Հայաստանից քշելու մեջ է այս նիկոլիզմը եւ երկիրը փրկելու մեջ է։ Բայց առանց այդ անձի հնարավոր է երկիրը փրկել։ Ձևը կա, մեթոդը կա, փորձված ձև է, մենք աշխարհում առաջինն ու վերջինը չենք։ Ղարաբաղ կոմիտեն, որ եկավ իշխանության, ոչ մեկը լիդեր չէր։ Կար կոլեկտիվ մտածողության բան, հենք բոլոր հարցերը քննարկում էին դեմոկրատական սկզբունքով, իրար կրծում էին, իրար քննադատում էին, հայոյում էին, քվեարկում էին, որոշում էին, ասում են, որոշումը բոլորը պաշտպանում են։ Նման փորձեր եղել են, պարոն Մանուկյան, միջև հիմա եղել են, բայց արդյունք չտվեցին։ Դարձավ պատճառը անձը չէ։ Օրինակ ես ձեզ ասեցի, որ այդ օրինակը տվել է, իսկ այդ օրինակը ես չեմ ասում որպես լավագույն միջոց։ Իրավիճակն է թելադրում այդպես, որ Հայաստանին այսօր պետք է միավորվեն քաղաքական ուժեր, որոնք ամբիցիաներ չունեն, որ իրենք են լինելու թիվ 1-ը, որպեսզի այս խնդիրը լուծի։ Մի տարի հետո կարող է ընտրություն լինել։ Տարուկես 2 տարի հետո կարող է։ 4-5 տարի է նույն բանը լսում եմ։ Ինչու տեղի չի ունեն, ինչու չի տեղի ունենում դա։ Ասեցի, ամբիցիաների պատճառով ամբիցիաներ հաճախ խեղդում են այն զգացողությանը, որ մեր երկիրն է ձեռից գնում, ոչ թե իշխանությունը։ Մեր երկիրը ձեռից գնում է այս իշխանության պատճառով։ Այն որ այս իշխանությանը քշել է պետք, այն որ իրանք պատմության աղբանոցում են հայտնվելու, չնայած դա չի ինձ ուզում է այս երկիրը այս վիճակից դուրս գալ, որովհետև վտանգները ակնհայտ են, ախր չենք զգում, որ ոչ մեկ մեզ տեր չի կանգնելու, ոչ մեկը չի պաշտպանելու, աշխարհի բոլոր երկրները իրենց դարդերով են տառապում այսօր։ Այսինքն հիմա գնդակը քաղաքական միավորների դաշտում է։ Միանշանակ ամբիցիաները եթե մի կողմ չդրեցին, իրենք էլ են մեղավոր այս վիճակի համար։ Ես կարծում եմ, գոնե այս մասով լավատես եմ, այս իմ ասած բանը մտահոգությունը սկսում է շատանալ, իհարկե դանդաղ։ Այսինքն կան անձեր, հատկապես անձեր, մարդիկ, որոնք գրագետ են, ամբիցիոզ չեն, ազնիվ են, բարոյական են, պատրաստ են այս ծրագրով գնալ, չուզենալով ոչինչ։ Եվ քաղաքական ուժերի մոտ էլ այս բանը ռեֆորմացիան տեղի ունենում է, այսինքն գնալով ավելի շատ անում են այն մարդիկ եւ այն կուսակցությունները, որոնց համար դոմինանտ խնդիրը Հայաստանի անվտանգությունը եւ սուվերենությունը պահպանելն է։ Բայց Նիկոլ Փաշինյանն էլ չէ հանգիստ տեղը չի նստում, գնալով օղակը սեղմում է։ Բնական է, որ այդպես էլ պետք է լինի, բայց այս դեպքում եթե այդ ուժերը մի քիչ շատ են, դոմինանտ են, Նիկոլ Փաշինյանը գցել հիմա ավելի հեշտացել է։ Ես նույնիսկ ուրիշ բանից եմ վախենում, որ Նիկոլ Փաշինյանն այնքան խոցելի է արդեն պերեբոր է արել, հասկանում եք, այնքան է բան վատ սերմենտ գցել, որ իրան գցելը շատ ավելի հեշտանում եւ ինքն է դարձել վախկոտ եւ անզուսպ եւ անհաշվարկ։ Այս իրա բաները, ցինիկությունները, բաները իրա վախերի մասին են ավելի շատ խոսում, իրա ոչ հստակ վստահելի լինելու մասին է խոսում։ Այնպես որ ես վախենում եմ դեբոշներով իրան իշխանությունից հեռացնելուց, որը նույնպես կարող է անվտանգային խնդիր առաջացնել Հայաստանում։ Լավագույնը կլներ երազելին, որը հրաժարական տար, խելոք գնար, խելոք ընտրություններ հայտարարվեն։ Ասել է, որ դա չի անելու։ Բայց դա պարզ է չի անելու, որովհետև ինքը այնպեսի հիմար վիճակի մեջ գցեց իրան, որ նահանջելու տեղ չունի։ Որևէ կերպ իշխանության փոփոխությունը իրան չի փրկելու։ Այսինքն Հայաստանը վարի կտա, բայց չի նահանջի։ Պատրաստ է, ըստ ամենայնի, ըստ գործող քայլերի, ստացվում է, որ ինքը պատրաստ է ցանկացած զողության, այս կաթողիկոսի եւ բանի էջմիածնի վրա եւ եկեղեցու վրա քրիստոնեության վրա հարձակումները ցույց են տալիս, որ ինքը պատրաստ է ցանկացած սրացման։ Քաղաքացիական բախում։ Սցենարներից մեկը քաղաքացիական բախումն է։ Ինքը պատրաստ է գնալ դրա։ Գուցե հումանիտար միջանցք տան, որպեսզի ծայրահեղ բախումների ճանապարհով չտանի հանրությանը։ Գիտեք, ես մարդասեր եմ, ինձ իրա վախճանը չի պետք, ինձ Հայաստանի փրկությունն է պետք։ Թող գնա որ ձևով ուզում է գնա, եթե չգնա խաղաղ հրաժարականով, ընտրություններով գնալու է ուրիշ ճանապարհով, որը ավելի վատ է լինելու եւ իր համար եւ Հայաստանի համար։ Հումանիտար ճանապարհ ես շատերը կարող է չհամաձայնել, ոնց դու իրան կարող ես նել, ես իրան պատրաստ եմ չներել 1000 մեղքի համար, բայց հանուն Հայաստանի փրկության եւ անվտանգության իրան էլ կարող եմ շալակած տանել սահման, ասեմ գնա, մենակ Հայաստանը ազատվի քեզնից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։
Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Արամ Մանուկյանն էր, այսքանը ցտեսություն։